Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Թեհրանը կարծես պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, բայց այս անգամ ևս փորձում է պայմանները թելադրել հենց ինքը։ Իրանական կողմը պակիստանցի միջնորդներին արդեն հայտնել է, որ բանակցություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե իր պայմանները հաշվի առնվեն։ 19 լրատվական գործակալության տվյալներով հիմնական խնդիրն այս պահին Հորմուզի նեղուցի շրջվիճակն է, որտեղ Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է ծովային շրջափակման համար։ Մինչ Թեհրանը դիրքերն է ամրապնդում, ԱՄՆ պատվիրակությունը փոխնախագահ Ջեյդի Վենսի գլխավորությամբ արդեն ուղևորվել է Պակիստան Իրանի հետ հնարավոր բանակցությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ խորհրդական Ջարեդ Քուշները։ Թրամփը նաև ակնարկել է, որ կարող է հանդիպել Իրանի ղեկավարության հետ, եթե նման հնարավորություն լինի։ Իսկ Իրանի նախագահը ընդգծել է, որ երկիրը չի ենթարկվում ուժի կիրառման եւ չի պատրաստվում զիջել իր դիրքորոշումները։ Նրա խոսքով կառուցողական երկխոսության հիմքը պարտավորությունների կատարումն է, սակայն ԱՄՆ պաշտոնյաների հակասական եւ ոչ կառուցողական ազդակները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ձգտում է Իրանի կապիտուլյացիային։ Այս լարվածության ֆոնին Մոսկվան փորձում է պահպանել դիվանագիտական կապը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը կարևորել են իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Զրույցի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի շուրջզարգացումները կարող են ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, ազդելով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարագից տարածքների վրա։ Ներկայիս սրացումը Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ուղղակի հետևանքն է այն ագրեսիվ գործողությունների, որոնք իրականացվում են այդ երկրի դեմ։ Մենք արդեն տեսնում ենք, որ հակամարտության հետևանքները զգացվում են նաև Լիբանանում եւ Սիրիայում։ Իսկ Պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված փակուղին միայն ավելի է սրում ընդհանուր իրավիճակը։ Լուրջ մտահոգություն կա, որ այս ճգնաժամի հետևանքները կարող են տարածվել նաև Արաբական թերակղզու, Կասպից ծովի ավազանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա, քանի որ այս տարածաշրջանները պատմականորեն փոխկապակցված են եւ անկայունությունը շատ արագ կարող է փոխանցվել մեկ կետից մյուսը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով Մերձավոր Արևելքում վիճակը ավելի է սրվել Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ Իրանագետի, Թեհրանը սա համարում է հրադադարի խախտում եւ խոսում է հնարավոր պատասխան գործողությունների մասին։ Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրեջք էր կատարել Պակիստանի մայրաքաղաքում։ Իրանի արտգործնախարարի խոսնակ Բաղային հայտարարել էր, որ ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս չէր կայացրել։ Պակիստանյան աղբյուրների պնդմամբ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը եւ զուգահեռաբար կրկին խոսել իրանական կողմի հետ։ Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա։ Թեև Պակիստանում հավանական են համարում իրանական պատվիրակության ժամանումը։ Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում։ Եվ այս օրինաչափությունից զերծ չեն նաեւ Իրան-ԱՄՆ բարդագույն հարաբերությունները։ Իսկ երեկ Երևանի երթևեկությունը կաթվածահար էր։ Մեր հետևորդներն ուղարկել են տեսանյութեր, որտեղ երևում էր մայրաքաղաքի պարալիզացված վիճակը։ Դիտենք։
Հատկապես ծանր էր վիճակը Իսակովի պողոտայում, մարդիկ ստիպված էին ավտոբուսներից իջնել և ճանապարհը շարունակել ոտքով։ Սակայն խցանուների պատճառը միայն ճանապարհաշինարարական աշխատանքները չեն։ Վերջին օրերին իրավիճակը բարդացել է նաև եղանակային պայմանների պատճառով։ Հեղեղումների վտանգով պայմանավորված նույնիսկ փրկարար ծառայությունն է անցել ուժեղացված ծառայության։ Հիդրոթերապանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ գետերում ջրի մակարդակը բարձրացել է։ Այս վիճակին երեք քաղաքապետարանում գրեթե չեն անդրադարձել։ Փոխարենը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրային տրանսպորտի եկամուտների աճը։ Պարզվում է, վերջին 2 շաբաթվա ընթացքում նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ հանրային տրանսպորտից հավաքագրվել է հավելյալ 235 միլիոն դրամ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով ուղևորձի հավաքագրումը զգալիորեն աճել է, քանի որ նախկինում չվճարող քաղաքացիները հիմա սկսել են վճարել։ Որքան էլ որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթվա ընթացքում, հարգելի գործընկերներ, ուզում եմ ես թվերը բոլորս միասին արձանագրենք եւ բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը եւ նորից կրկնեմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաեւ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաեւ կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, ուր են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Վերջին շրջանում հանրային տրանսպորտում ավելացել են միջադեպերը, վեճեր, ծեսկրտուքներ։ Երեկ ուշ երեկոյան էլ դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Դեպքը տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, դեռ պարզ չէ։ Քաղաքապետարանում քննարկվել է նաև Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստեղծված վիճակը։ Առողջապահության վարչության ղեկավարը հայտնել է, որ աղբավայրի տնօրենի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Իսկ թե ինչի հետևանքով է առաջացել պայթյունը եւ ինչ է կատարվել աղբավայրում, մանրամասները ռեպորտաժում։ Հերթական պայթյունը Նուբարաշենի աղբավայրում, որը հանգեցրեց հրդեհի։ Այս անգամ հետևանքները առավել ծանր են, մարդկային կյանքերին սպառնացող ուղիղ վտանգով։ Աղբավայրի տնօրեն Սարգիս Խաչատրյանը եւ աշխատակից Էդիկ Միսակյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մեկը Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը Երևանի մասնագիտացված բուժհաստատություններից մեկը։ Դեպքի տուժած անձինք գտնվում են մեր կենտրոնում, ռեանիմացիոն բաժանմունքում։ Վիճակը կայուն է գնահատվում, բայց ծանր։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նույնպես անդրադարձ եղավ տուժածների առողջական վիճակին։ 15% ախտահարում ամաշկի եւ ձեռքերի եւ դեմքի շրջանում կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են այս պահին, կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել Պահակակետի հարևանությամբ գտնվող սանհանգույցում, լույսը միացնելու պահին, ինչը ենթադրաբար պայմանավորված է եղել կուտակված գազերի առկայությամբ։ Այսինքն երկար ժամանակ չկարգավորված խնդիրն ի վերջո հանգեցրել է պայթյունի։
Քննչական կոմիտեն հայտնում է, նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են փորձաքննություններ։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի առաջին մասով, այն է անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Թեև մեզ չթույլատրեցին նկարահանել շենքը պատճառաբանելով ընթացող փորձաքննությունը, սակայն տարածքը դատարկ էր, սանհանգույցի դուռը կապարակնքված, տվյալ պահին փորձաքննություն չէր իրականացվում։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիկին Դանիելյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է տարածվող արտարոց հոտից։ Տնօրենը փորձել է պարզել դրա պատճառը, սակայն հենց այդ քայլն էլ ավարտվել է պայթյունով։ Սանհանգույցում, որտեղից արտարոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել, ինչով է պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել է եւ պայթյունը տեղի է ունեցել։ Իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջադեպը որակեց բավականին տհաճ, միաժամանակ շարունակելով խոսել աղբավայրի վիճակի բարելավման մասին, ինչով փաստերի ֆոնին հակասական է հնչում։ Սա կարող է լինել նաև զոհերով, այսինքն բավականին վտանգավոր միջավայր է եւ պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Ինչ վերաբերում է պատճառներին, ապա դրանք նոր չեն։ Վտանգավոր գազերի կուտակման մասին տևական ժամանակ է խոսվում, սակայն վերահսկողության բացակայության պատճառով ստեղծվել է պայթյունավտանգ միջավայր։ Սանհանգույցի հատվածում գոյողագծի միջոցով բիոգազի, շմոնգազի կուտակումը տեղի ունեցել, որը որ հանդիսացել է այդ պայթյունի առաջացման հետևանքը առաջացել։ Արդյունքում այն, ինչ կարելի էր կանխել մշտական մոնիթորինգով, վերածվել է արտակարգ իրավիճակի։ Ընդամենը 1.5 ամիս առաջ նույն քաղաքապետը հայտարարում էր Նուբարաշենի աղբավայրի վիճակի էական բարելավման մասին, վստահեցնելով, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հրդեհների եւ նման դեպքերի ռիսկը կնվազի։ Այսօրվա պայթյունը ցույց է տալիս, կամ այդ միջոցառումները բավարար չեն եղել, կամ չեն գործել այնպես, ինչպես ներկայացվում էր։ Անահիս Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչ գործարք է առաջարկել Բաքվին, որի մասին առաջին անգամ խոսել է դեռ 2024 թվականին։ Առաջարկը ըստ նրա հետևյալն է՝ փակել հակամարտության էջը եւ ինչպես ինքն է ձևակերպում, հանգիստ թողնել միմյանց։ Որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար բազային սկզբունքը Ալմատայի հռչակագիրն է, որն իր հերթին նշանակում է, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ, այսինքն այսօրվա Հայաստանի եւ այսօրվա Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ մինչ Փաշինյանը խոսում է հակամարտության էջը փակելու մասին, Իլհամ Ալիևը այն ներկայացնում է արդեն փակված, ընդ որում իր նախաձեռնությամբ եւ իր պայմաններով։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ։ Ադրբեջանն իրականացնում է եզակի եւ լայնածավալ վերականգնման ծրագիր ազատագրված տարածքներում, ավելի քան 80,000 մարդ է վերադարձել։ Մինչ Փաշինյանն ու Ալիևը խոսում են խաղաղության մասին, Արցախում շարունակում են ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը գրել է, որ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Նրա խոսքով մշակութային եւ հոգեվոր ժառանգության հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք եւ պետք է ստանա հստակ գնահատական, ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։ Մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարտկային արժեքներն ու պատմական հիշողությունները չջնջելու արդարացի պահանջ։ Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը, շահարկել որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ։ Հակառակը, նաեւ հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի եւ պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական եւ կայուն խաղաղության հիմքում։
Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-ից 15, իսկ երեկոյան 3-ից 5 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։